Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն Այսօր կանանչ կիրակի է սիրելիներ ինչպես որ մեծ պահքի կիրակիներն իրենց անուններն ու խորհուրդներն ունեն այնպես էլ զատկից հետո ընկած կիրակիները իրենց խորհուրդներն ու պատգամներն ունեն թե հարություն առած մարդը ինչպես պետք է հավատա եւ ապրի Եթե նախորդը կրկնազատիկը նոր կիրակին էր որ նոր մարդ դառնալու եւ այդ վիճակը պահելու համար էր հիմա այս կանանչ կիրակին խորհուրդն է թե ինչպես պետք է քո հավատը պտուղներ տա ծաղկի ոնց պիտի անես որ Հիսուս քեզ վստահի եւ այսօրվա ավետարանական ընթերցումը շատ խորհրդավոր է ասում երբ որ զատկի օրերն էր Հիսուս Երուսաղեմում էր գտնվում շատերը հավատացին Հիսուսին որովհետեւ բազում նշաններ տեսան բայց ասում է Հիսուս անձամբ նրանց չէր վստահում որովհետեւ գիտեր մարդկանց եւ կարիք չկար ասում է որ որևէ մեկը ինչ որ մարդու համար վկայեր որովհետեւ Հիսուս յուրաքանչյուր մարդու հոգին ճանաչում էր Սա եւ խորհրդավոր է եւ նաեւ վտանգավոր է մարդու համար ցանկացած մարդ ով որ ուզում է իրեն մեկ այլ բան ցույց տալ պետք է հիշի որ Տերը գիտի ինքը ով է եւ կարիք չկա որ մյուսները մեզ գովեն մեր մասին լավ բաներ խոսեն լավ բաներ ասեն որ Տերը մեզ սիրի կամ ճանաչի առանց որևէ մեկի ասելու Տերը յուրաքանչյուր մարդու գիտի ինչու այս խոսքը մենք ասեցինք ինչու այսպես վարվեցինք ինչու ժպտացինք ինչու ցավ ապրեցինք ինչու ուրիշի տխրության վրա մենք ուրախացանք ամեն բան գիտի Տերը եւ թաքցնելու կարիք չկա եւ այսօրվա ավետարանական հատվածի մյուս մասը շարունակության մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ ով մեծահարուստ էր փարիսեցի հրեա իշխանավորներից մեկն էր գիշերով գախն եկավ Հիսուսին ասելով Վարդապետ հավատում եմ որ դու ես Աստծո որդին որտեղ այն բոլոր հրաշքները գործերը որ դու կատարում ես ոչ ոք չէր կարող կատարել եթե որևէ մեկը Աստծուց ուղարկված չլիներ եւ ինչ է ասում Հիսուս եթե մեկը նորից չծնվի չի կարող Աստծո արքայությունը տեսնել Հին կտակարանի մեջ շատ է խոսում մենք պետք է նոր մարդ դառնանք պետք է փոխվենք նորովի բայց Հիսուս առաջին անգամ գործածում է որ պետք է նորից ծնվի մարդը եւ Նիկոդեմոսի համար սա նորություն էր խորթ էր իրական եւ հարց է տալիս Տիրոջը իսկ ինչպես կարող է մարդը նորից ծնվել հնարավոր է որ ասում է մարդ իր մոր որովայնը մտնե նորից ծնվի եւ Հիսուս ասում է եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի չի կարող Աստծո արքայությունը տեսնել որտեղ մարմնից ծնվածը մարմին է հոգուց ծնվածը հոգի Ինչ եք կարծում սիրելիներ Նիկոդեմոսը չգիտեր որ հնարավոր չէ որ մարդը նորից իր մոր որովայնը մտնի եւ ծնվի Գիտեր շատ լավ գիտեր բայց սա բոլոր մարդկանց պատասխանն է մարդը ինչպես կարող է նորից ծնվել Ուզում է ասել ինչպես մենք հաճախ ենք ասում Ես պաշտոնավոր մարդ եմ հարուստ մարդ եմ հեղինակավոր մարդ եմ ես ոնց կարող եմ այս ամենը թողնել նոր մարդ դառնալ Ոնց հրաժարվեմ իմ նախկին կենցաղից նոր մարդ դառնալ Ոնց թողնեմ իմ մեղքերը նոր սկսեմ նոր կյանքի էջ բացեմ այլևս ժուշկալության մեջ ապրել խոնարհության մեջ ապրել սիրո մեջ ապրել առանց պայքարելու առանց ատելու առանց չարախոսելու ինչպես ապրեմ Սա էր հարցադրումը Ոնց կարող է մարդը նորից ծնվել եւ Հիսուս ասում է թե մեկը ջրից եւ հոգուց չծնվի չի կարող ոչ միայն մտնել այլև երկնքի արքայությունը տեսնել Երուսաղեմի մարդիկ ովքեր որ շատերը հավատացին Հիսուսին ինչու Հիսուս չվստահեց նրանց որովհետեւ շատերը Հիսուսին որպես Աստծո որդի որպես աշխարհի փրկիչ չընդունեցին ու չհավատացին այլ Հիսուսի մեջ տեսան Մեսիային ով գալու էր ռոմեական կայսրությունը ջարդեր ոչնչացներ հրեական պետությունը հաստատեր այսինքն քաղաքական թագավոր իշխանավոր էին պատկերացնում Հիսուսին իսկ նրանք ովքեր Հիսուսին այս կերպ են մոտենում Հիսուս այդ մարդկանց չի վստահում նրանք ովքեր Հիսուսին շահով են մոտենում երջանկության առողջության հարստության փառքի իշխանության Հիսուս այդ մարդկանց երբեք չի վստահում սիրելիներ Հիսուս ուզում է որ մենք իրեն հասկանանք ճանաչենք
որպես մեր փրկիչ, մեկ ով իր կյանքը տվեց մեզ համար, մեկ ով եկավ մարդու մեղքերի համար, խաչվեց, որպեսզի մենք փառավորվենք, ինչպես որ Հիսուս ուզում է փառավորված լինենք հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Եվ վերջում ինչ է ասում Նիկոդեմոսին։ Ասում է դու քո երկրի իշխանավորն ես, ես քեզ երկրավոր բաներ եմ ասում, դու չես հասկանում, ապա ոնց պիտի երկնայինները հասկանաս ու հավատաս։ Եթե մենք պարզ բան ենք խոսում, պարզ, որ մարդը պետք է փոխվի, նոր դառնա, դուք այսքանը չեք հասկանում։ Դուք ոնց կարող եք խորը ավելի իմաստավոր ավետարանական հատվածներ ընկալելու հասկանալ, թե պարզ մի բան Տերը գիտի քո հոգու մեջ ինչ կա։ Նույնիսկ մենք մարդիկս երբեմն մեզանից խուսափում ենք, սիրելիներ։ Մենք վախենում ենք մեզ ճանաչելուց։ Երբեմն մեր վախերի պատճառով մենք թաքնվում ենք մեր կեղծ ժպիտի տակ, որպեսզի մարդիկ մեր թուլությունները, տկարությունները չտեսնեն, մենք քաջ ենք ձևանում։ Մեր խնդիրները թաքցնում ենք նրբորեն, որպեսզի մարդիկ չիմանան, որ մենք էլ խնդիրներ ունենք, մենք ցույց ենք տալիս, որ ամեն ինչ լավ է մեզ համար, բայց մենք բազում խնդիրներ ունենք, մենք ցավ ունենք, տխրություն ունենք, բայց ակամայից ժպտում ենք, որտեղ վախենում ենք այդ ամենի հետ առերեսվել։ Եվ ինչու Հիսուս ընդհանրապես մարդկությանը չի վստահում, որտեղ մարդիկ շուրթերով են հավատում իրեն։ Այսօր էլ ցավոք սրտի մենք շուրթերով ենք իրեն պաշտում։ Միայն շուրթերով ենք երկրպագություն անում, փառաբանում Աստծուն, բայց մեր հոգու մեջ շատ հեռու ենք այդ ճշմարտությունից։ Դրա համար Տերը մեզ փնտրում է այդ սիրտը, որ ջերմ է իր հանդեպ, որ Աստծո հանդեպ մենք մասնավոր սեր ունենք, հատուկ իր համար պահված սեր ունենք, ոչ թե այս աշխարհի սիրո հետ։ Հիմա նույն հարցը, որ Հիսուս դա ինչու չի վստահում, մենք ինչ ենք փնտրում։ Սովորական աշխարհիկ ապրող մարդը, որ աշխարհի մեջ ապրում է, նրա ամբողջ մտահոգությունը իր ապագան է։ Ինչպես ինքը ապահովի իր ապագան, իր զավակների, միջև թորների ապագան, նույնիսկ մարդիկ ուզում են պլանավորեն, կազմեն, լիքը բան թողնեն, որ այդ մարդիկ իբրև խաղաղ ապրեն։ Այսպիսի մարդը չի կարող վստահություն ունենալ Հիսուսի մոտ։ Այսպիսի մարդը չի կարող Հիսուսին ճանաչել, զգալ եւ նրա հետ ապրել։ Նույնը Նիկոդեմոսը, տեսեք, շատ հարուստ մարդ էր։ Բայց տեսեք, նա նաեւ եկել էր գաղտնի, գիշերով, վախենալով, որ հանկարծ շատ փարիսներ, իշխանավորներ չիմանան, որ ինքը Հիսուսին հավատում է, ինքը Հիսուսի աշակերտն է։ Գաղտնի էր եկել, գիշերով, մարդ չտեսնեն։ Մեր կյանքում էլ շատ մարդիկ կան, որ թաքուն են գնում եկեղեցի աղոթելու, որ հանկարծ իրենց ընկերները չիմանան, որ իրենք աղոթում են։ Իրենք գաղտնի են Սուրբ Գիրք կարդում, որ հանկարծ տան անդամները կամ շատերը չիմանան, որ իրենք Սուրբ Գիրք են կարդում։ Դա չի կարող վստահություն ներշնչել Աստծո հանդեպ։ Եվ եթե դու հավատում ես, դու բացահայտ պիտի ասես։ Դա նույն երբ որ դու օտար երկրում լինես, քեզ հարցնեն ինչ ազգ է, դու վախենաս ասես, որ ես հայ եմ, հանկարծ քեզ որևէ բան չպատահի։ Դու պիտի ասես, որ դու հայ ես։ Դու պիտի ասես, որ դու քրիստոնյա ես։ Եթե քրիստոնյան իր ինքնությունը թաքցնում է, նրա միջոցով Հիսուս չի կարող գործել։ Հիսուս ցանկացած մարդու ընտրում է, սիրելիներ։ Ցանկացած մարդու հնարավորություն է տալիս գործելու, փոխելու շատ բան մեր կյանքի մեջ։ Բայց հարցը մերն է, մենք Նիկոդեմոսի պես պիտի պատասխանենք, ինչպես կարող է ծեր մարդը նորից ծնվել, այսինքն նաև հոգևոր իմաստով, մեղքերով ծանրաբեռնված, մեղքի տակ ծերացած մարդը ոնց կարող է նորից ծնվել։ Կարող է, եթե մենք ասի Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Տեր, փրկիր ինձ։ Տեր, ձեռքդ մեկնիր ինձ, եւ Տերը անպայման քեզ կօգնի։ Եվ կարևոր չէ մենք որ ժամանակում կլինենք։ Ծերը միայն ֆիզիկապես հասած տարիքն առած մարդը չէ, այլև մեղքի մեջ ապրած մարդն է, որ ծերանում է իր ամբողջ էությունը, որ տրված է փրկության համար, դու ծերացնում ես։ Գիտեք, չէ՞ թե պտղատու ծառը մի քանի տարի իր պտուղը չքաղես, ինքը այլևս դադարում է պտուղ տալ։ Այնպես էլ մարդ, եթե որոշակի ժամանակ ինքը պտուղներ չունի, ապաշխարության նշաններ չունի իր կյանքի մեջ, ինքը դադարում է։ Ինքը գեղեցիկ տերևներով, այսպես զարդարված ծառ, բայց արժեք չի ներկայացնում, ինքը դառնում է վառելափայտ։ Այնպես էլ մարդը, երբ որ ինքը հնարավորություն ունի լույս լինելու, բայց այդ լույսը թաքցնում է, խավարի մեջ է ապրում, ինքը այլևս չի կարող լույսը տեսնել, եթե ինքը Քրիստոսին չմոտենա։ Դրա համար է ասում, եթե ես երկրավոր բաներ եմ ասում, չեք հասկանում, ինչպես պիտի երկնավորները հասկանալ։ Մեր կյանքը շատ սահմանափակ է, հատկապես այսօր մենք շատ արագ ենք գնում դեպի մահ, շատ է երիտասարդացել մահը մեր կյանքի մեջ։ Եվ ինչ պիտի անի մարդ, եթե հաջորդ վայրկյանին մահ իր դիմացը կանգնի։ Ինչ պիտի անես։
Եթե Տիրոջ հանդեպ վստահություն չես ունեցել, Տերն էլ քեզ չի վստահել, պիտի վախենաս, որովհետև քո երկրավոր կյանքն ավարտում է, քեզ համար ամեն ինչ վերջանում է։ Բայց երբ որ դու հավատում ես, ճշմարտությունը գիտես, դու կարող ես խոսել։ Այսօրվա օրինակը Պողոս առաքյալն, երբ որ Պողոսը եկավ, առաքյալները վախեցան շփվել նրա հետ, որովհետև գիտեին, որ նա մի ժամանակ հալածում էր քրիստոնյաներին, բայց Բարնաբաս ասաց, որ չէ, նա դարձ եկել, նույնիսկ Դամասկոսի մեջ քաջաբար քարոզել է Քրիստոսին, չի վախեցել, նույնիսկ մահանալուց։ Մի ժամանակ հալածիչ էր, հիմա դարձավ առաքյալ։ Մի ժամանակ Քրիստոսին մերժում էր, հիմա Քրիստոսի համար պատրաստ էր կյանքը զոհաբերելու։ Մեզ համար պետք չէ այսօր զոհաբերվել։ Երբ որ մեր ժամանակին նահատակում էին քրիստոնյաներին, սպանում էին Քրիստոսին հավատալու համար, այսօր այդ խնդիրը մեր առջև դրված չէ, որ հավատում ես, եթե ոչ սպանեն մեզ։ Բայց բարոյական դաշտում, հոգևոր դաշտում, մտավոր դաշտում, մեր հասարակական կյանքում ամեն օր մեզ նահատակում են, երբ որ մենք հրաժարվում ենք Սուրբ Գիրքը ընթերցել եւ ընթերցում ենք աշխարհի գիրքը։ Երբ Քրիստոսի քաղցր ձայնի համար մեր ականջները փակում ենք, աշխարհի չարիքի բամբասանքի համար մեր ականջները բացում ենք։ Երբ որ մենք աղոթելու փոխարեն ստախոսությամբ, հայոյությամբ, անիծելով ենք զբաղված, մենք փակում ենք այն ճանապարհը, որ պիտի գա, որ մենք նորից ծնվենք ու նոր մարդ դառնանք։ Ջրով, խոսքով եւ Քրիստոսի արյունով մենք մաքրված ենք այլևս սիրելիներ։ Մեր ճակատներին Սուրբ Հոգու կնիքը կա դրված։ Մենք այդ պահից պատկանում ենք Աստծուն։ Եթե դու Աստծուն ես պատկանում, ուրեմն դու ամեն բան պիտի անես, որպեսզի Տերը չամաչի քեզ համար։ Տերը ցավ չապրի քեզ համար։ Տերը չամաչի, որ այսպիսի զավակներ ունի։ Դրա համար ինքը միշտ հարցնում է. եթե ես ձեր հայրն եմ, ապա ուր է իմ պատիվը։ Եթե դուք ինձ հայր եք կոչում, ուր է իմ պատիվը։ Ինչու՞ չեք ինձ պատվում այնպես, ինչպես պիտի պատվեք։ Մեր առօրյա կյանքի մեջ այդպես չէ, թե մեկը մեր ծնողը, մեկ իր ծնողին չի հարգում։ Ծնող ամեն օր այդ ցավով ապրում է, չէ՞։ Եթե դու չես գնահատում քո ծնողի արածը քեզ համար, ինքը ցավ է ապրում։ Եվ դու կամաց օտարանում ես։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ է։ Իսկ երբ որ դու քո հորից օտարացար, Հիսուսից հեռացար, թույլ չտվեցիր Սուրբ Հոգին քո մեջ նորոգություն բերի, մենք այլևս չենք կարող ոչ մի բան հասկանալ այս կյանքի մեջ։ Դրա համար ասում եմ, կարիք չկար, որ որևէ մեկը մարդու համար վկայություն տա։ Հիսուս գիտի մարդկանց հոգիների մեջ ինչ կա, գիտի իմ ներսում ինչ կա, գիտի ինչպիսին եմ ես իրականում։ Ոչ թե դուք որ ճանաչում եք ինձ, եւ բոլորիս այդպես։ Մենք իրար ճանաչում ենք, տեսնում ենք, խոսում ենք, ժպտում ենք, բայց իրականում չգիտենք ներսում ինչ կա։ Մեր մեջ էլ միշտ կասկած կա, բայց Տերը չի կասկածում, Տերը վստահ գիտի մենք ով ենք, ինչ ենք ուզում, ինչ ենք անում եւ հատկապես ինչի համար ենք այդ ամենը անում։ Եվ եթե այդ ամենը սիրելու համար չէ, մեկս մյուսին փրկության առաջնորդելու համար չէ, ուրեմն Տերը վստահություն չունի, մեր աղոթներն ընդունելի չի եւ մենք մերժված պիտի լինենք եւ ամոթով պիտի մնանք։ Բայց այս կանանչ Կիրակի խորհուրդ հենց դրա համար է, որ մեր հավատքը բացվի, մեր հավատքը ծաղիկների չթորոմեն ու ծառի թափվեն ներքև, այլ մեր հավատքի ծաղիկները ամրանան մեր հավատքի վրա, պտուղ տան, մարդն տեսնեն ու ճաշակեն եւ փրկության առաջնորդվեն։ Եւ կանանչը նաեւ կենթանի լինելու խորհուրդն է։ Ինչպես որ հիմա բնությունը կամած արթնանում է, մենք ուրախանում ենք, այնպես էլ հավատն է կամած բացվում է եւ այդ բացվածքի մեջ է, որ դու կարողանում ես Տիրոջը գրկել, սիրել, հասկանալ եւ Տիրոջով ապրել այս աշխարհի մեջ։ Թող Տերը օրհնի մեզ բոլորի սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի, իր սիրո մեջ պահի, որպեսզի մենք միշտ այն մատուրը լինենք, այն տաճարը լինենք, որտեղից անդադար աղոթ պիտի բարձրանա։ Ինչպես որ մենք միշտ խնկարկում ենք եկեղեցին, խունկը մեր տեսանելի աղոթն է, որ բարձրանում է երկինք, Տերը զգում է, թե այստեղ աղոթք է կատարվում, մարդկանց ամբողջի հավաքված աղոթքը միատեղ երկինք է բարձրանում, այնպես էլ մեր մարմինն է, մեր տաճարն է, բուրվարը, որ մենք խնկարկում ենք, սա միշտ մարդուն է հիշեցնում, եւ ածուխը, որ դրված է այդ բուրվարի մեջ, դա մարդու սիրտն է, իսկ խունկը քո տակ աղոթն է, որ բարձրանում է երկինք։ Ուրեմն այնպես արեք, որ ձեր սրտերը միշտ այդպես կարմիր լինեն, տաք լինեն, ջերմ լինեն, որպեսզի աղոթները, որ երկինք բարձրանան, հասնելին Տիրոջ եւ Տերը հոտոտի եւ ասի. «Փառք իմ ժողովրդին, որ հավատքի մեջ են, սիրո մեջ են, ճշմարտության մեջ են եւ Տեր առատապես պիտի օգնի եւ փառավորի յուրաքանչյուր մարդուն
հավիտենական կյանքի մեջ։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Թող Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։